Բուժման ընդունված 3 տարբերակ կա ընդհանրապես։ Առաջինը իհարկե վիրահատական բուժումն է։ Երկրորդ տարբերակը դա խորենալ գոնադոտրոպինի կիրառությունն է եւ երրորդ տարբերակը գոնադոտրոպինի ռիլիզինգ ֆակտորների կիրառությունն է, սեռական հորմոնների ռիլիզինգ ֆակտորների կիրառությունն է, այո։ Նախկինում հորմոնալ բուժումը ավելի շատ էր կիրառվում մինչև մոտ 5 տարի առաջ ու շատ հաճախ մինչև վիրահատությունը, այսինքն նեոադյուվանտ թերապիայի տիպի, սկզբից արվում էր հորմոնալ բուժում, հետո եթե արդյունքները չէին բավարարում, նոր արվում էր վիրահատական բուժում, հիմնականում էնդոկրինոլոգներն էին դրանով զբաղվում, ոչ ուրոլոգները։ Հետո հետազոտություններ արվեցին տարբեր կենտրոններում, տարբեր տիպի, նորմալ կենտրոնների մասն է խոսքը, Եվրոպայի, Ամերիկայի եւ այլն։ Հենց խորենալ գոնադոտրոպինի կիրառությունը հիմա խորհուրդ չի տրվում, ինչի որովհետև իր կիրառությամբ դեպքերի մոտավորապես 20%-ում է, որ ամորձին իջնում է իր տեղը, եւ այդ իջածների մեջ 20%-ի մոտ նորից, երբ որ էֆեկտը վերանում է ազդեցությունով, այսինքն այդ հորմոնները նմուծած դուրս է գալիս օրգանիզմից, մեկ ամսվա ընթացքում նորից ամորձին հետ է բարձրանում վերև։ Բայց եթե նույնիսկ ամորձին մնում է տեղում այդ հորմոնի կիրառության ազդեցությամբ, այնտեղ գնում է լեյդիկի բջիջների եւ գերմինատիվ բջիջների դեգեներատիվ փոփոխություններ, լեյդիկի բջիջների ապոպտոզներ, տարբեր տեսակի հիալոզ է գնում։ Այո, ու հետագայում դրա հետ կապված սերմի որակը շատ ցածր է լինում եւ ինհիբին B-ի մակարդակն է լինում շատ բարձր այդ հորմոնի այդ ամորձու կողմից արտադրված, որ էլի խոսում է նրա մասին, որ սպասելիքները այդ ամորձու հետ կապված արդեն էլ չկա։